Նիկոլ Փաշինյանը պատահաբար չի լսել այն մայրերին, որոնց զավակները սպանվել են, ասենք, պատերազմի ժամանակ այն օրերից հետո, երբ մինչև այդ մի քանի անգամ իրեն առաջարկվել է դադարեցնել պատերազմը։ Իսկ լսել է Նիկոլ Փաշինյանը այն մայրերին, որոնք մինչև պատերազմն էին ասում, որ իր վարած դիվանագիտությունը պատերազմի է տանելու։ Լսել է իր մասին ինչ են ասում այդ մայրերը։ Թե ինքը լսում է այն մայրերին, որոնք ուզում է որ լսել, որոնց Աննա Հակոբյանը աշխատանքի է ընդունել է աշխատանքի եւ միասին սպիտակ փարթիների են մասնակցում։ Ես տեսել եմ լուսանկարները, սարսափելի, տեսել եմ։ Տեսել եմ, բայց սարսափելի։ Ես ավելի շատ ուզում եմ այսպես բան անել, բոլորիս համար ֆիքսել, որ իրենք շատ փոքր թիվ են կազմում։ Այսինքն, երբ ինքը փորձում է մատնանշել մայրերը եւ այլն, համիգուցե հատուկենտ մայրեր մոտեցել են եւ այլն, եւ ինքը ընդհանրացնում է դա, եւ պարզապես մանիպուլյացիայի համաձայն ուզում է արդարացնել իր գործողությունները։ Մենք դա տեսանք նաեւ Վաղաշապատի համայնքի ընտրություններից հետո, երբ ինքը ասեց, որ Սիրելի ժողովուրդ, դուք ընտրեցիք Վաղաշապատում ԿՊ-ական ներկայացուցչին, դուք դրանով մեզ մանդատ եք տալիս արշավելու եկեղեցու դեմ։ Որևէ մեկը ընտրության ժամանակ իրեն դրա համար չէր ընտրել, բայց ինքը այնքան լուրջ մանիպուլյատոր է, որ ինքը պարզապես դա օգտագործում է, վաղը եկեղեցու դեմ արշավի ժամանակ ասելու է Վաղաշապատի համայնքն էր մեզ ձայն տվել, իրենք մեզ լիազորել են արշավել եկեղեցու դեմ։ Էժանագին մանիպուլյացիա է դա, եւ որը նաև հանցանքները իր ամբողջը դնում է պատասխանատվությունը ժողովրդի վրա։ Դե նույն մեթոդաբանությամբ, նույն էժանագին մանիպուլյացիայով բանակի ժամկետը, ծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու հետ իրենց որոշումը պատճառաբանում էին, թե մայրերը մեզ կհասկանան, սա մայրերը մեզ պատվիրակեցին, որ ուրախանան։ Չասի Ալիևը չի բան արել։ Այսինքն, հո չի ասելու Նիկոլ Փաշինյանը, որ Ալիևի հանձնարարությամբ բանակը վերջին մնացորդները պիտի քանդեն։ Իսկ օրինակ ինքը այդ նույն մայրերին բացատրում է, որ տարի ու կես ծառայության պարագայում ինչ խնդիրներ են առաջանալու այդ երիտասարդների համար։ Այո, ամբողջական բանակի բարեփոխման ծրագիր իրականացնել եւ ներգրավել այո վարձու զինվորականների եւ այլն, իրենց տղաները մեծ մասը դիրքերում են անցկացնել։ Իրենց տղաները դիրքերից իջնելու հնարավորություն չեն ունենալու։ Այսինքն մայրերին դա էլ է պետք բացատրել։